Сегодня у нас прекрасный день. Այսօր մենք հրաշալի օր ունենք։ Мы в Доме Божьем. Մենք Աստծո տան մեջ ենք։ Мы Ему поклоняемся. Մենք երկրպագում ենք նրան։ Мы в Его присутствии. Մենք նրա ներկայության մեջ ենք։ Мы слушаем Его Слово. Մենք լսում ենք նրա խոսքը։ Он нас благословляет. Եվ նա մեզ օրհնում է։ И нам этого достаточно. Аминь. Եվ դա բավական է մեզ, ամեն։ Этого достаточно, чтобы быть счастливым человеком. Դա բավական է մեզ, որ մենք երջանիկ մարդ լինենք։ Аминь. Ամեն։ Мы только что пели, Մենք նոր երգում էինք։ что Господь излей свою славу, свою силу, свое благословение. Տեր դուր մեզ քո փառքը, մեր օրհնությունը մեզ։ И мы верим, что Бог, Он изливает свою силу, свое Հավատում благословение ենք, որ Աստված տալիս է իր սեր, իր օրհնությունը, իր փառքը մեզ։ в своей церкви. Իր եկեղեցու մեջ։ Потому что это место славы Божьей. Аминь. Որտեւ այս տեղը դա Աստծո փառքի տեղն է, ամեն։ Аминь. Ամեն։ И, дорогие, я сегодня хочу с вами делиться словом. Եվ ես այսօր ուզում եմ ձեր հետ կիսվել Աստծո խոսքով։ И я сегодня хочу говорить о силе церкви. Եվ ես այսօր ուզում եմ խոսամ եկեղեցու զորության մասին։ Я хочу говорить о том, какой силой обладает церковь. Ես ուզում եմ խոսամ թե ինչ զորություն ունի եկեղեցին։ Аминь. Ամեն։ Церковь имеет силу. Եկեղեցին ունի զորություն։ Аллилуйя. Հալելույա։ Знаете, в последнее время Գիտեք վերջի ժամանակները, с появлением интернета, երբ որ սոցկայքերը կան առաջ, знаете, как будто важность посещения церкви немного как-то изменилась. գիտեք եկեղեցու գալու կարևորությունը ինչ որ մի կերպ փոխվավ։ Слава Богу, что мы сегодня в Его доме, Փառք Աստծուն, որ մենք այսօր իր տան մեջ ենք, что мы пришли сегодня в Его дом, որ մենք այսօր եկանք իր տուն, в дом нашего Отца. մեր հոր տունը, И мы должны стремиться это делать постоянно. եւ մենք պետք է դա անենք ամեն անգամ։ Но в этом мире есть некая тенденция, Եվ այս կյանքում կա ինչ որ մի չափանիշ, как будто что-то говорит, что не обязательно посещать церковь. որ ինչ որ մի կերպ ասում է, որ նո այդքան էլ կարևոր չի գնալ եկեղեցի։ Но сегодня я хочу говорить против этого. Բայց ես այսօր հակառակ դրան եմ ուզում խոսել։ И я хочу, чтобы мы увидели важность того, что мы ходим в церковь. Ես ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք կարևորությունը, որ մենք гալիս ենք Я хочу, եկեղեցի։ чтобы мы увидели силу церкви. Ես ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք եկեղեցու զորությունը։ Аллилуйя. Знаете, я это не говорю просто исходя из своего личного опыта. Գիտեք, ես այսօր չեմ խոսում դա նրա համար, որ ես ինչ որ մի կյանքի փորձ ունեմ։ Хотя и этот нехороший опыт тоже у меня есть. Բայց եւ այդ փորձն էլ կա իմ կյանքի մեջ, վատ։ Но я сегодня смотрю на Слово Божье. Բայց ես այսօր նայում եմ Աստծո խոսքին, И я хочу, чтобы мы сегодня с тобой погрузились в Слово Божье. եւ ես ուզում եմ, որ մենք այսօր խորանանք Աստծո խոսքի մեջ։ И первое, я хочу, чтобы мы прочитали послание к евреям, 10 глава, 25 стих. Եվ առաջինը ես ուզում եմ մենք իրար հետ կարդանք Եբրայեցիների թուղթ 10-րդ գլուխ 25-րդ խոսքը։ Здесь написано: «Не будем оставлять собрание своего, как есть у некоторых обычай, привычка, но будем увещевать друг друга, и тем более, чем более усматриваете приближение дня оного». Եվ չթողնենք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորություն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցած է։ Аминь. Ամեն։ Написано: «Не будем оставлять собрание своего». Գրված է, որ չթողնենք մեր իրար հետ ժողովելը։ Собрание, оно должно быть моим. Ես ծառայությունը հավաքույթը պետք է լինի իմը։ Вот когда я осознаю, что это мое собрание, Եվ երբ որ ես հասկանամ եւ գիտակցեմ, որ դա իմն է հավաքույթը, и пойму, насколько это важно для меня, եւ գիտակցեմ, թե դա ինչքան կարեւոր է իմ համար, тогда мы с тобой не будем оставлять нашего այդ собрания. ժամանակ մենք իրար չենք թողնի հավաքվել իրար հետ։ Слово Божье говорит: «Не оставляйте собрание своего». Աստծո խոսքը ասում է՝ մի թողեք, չթողնեք իրար հետ հավաքվելը։ Собрание – это, знаете, не собрание наших родителей. Իրար հետ ժողովելը հավաքույթը դա մեր ծնողների իրար հետ А հավաքվելը точнее, չի։ это не только собрание наших родителей. Ոչ միայն դա չի։ Мужа, жены, Կին ամուսին, детей. երեխաներին։ Я не хожу в церковь только по той причине, что моим детям хорошо быть в церкви. Ես չեմ գնում եկեղեցի միայն նրա պատճառով, որ իմ երեխաներին այնտեղ լավ է։ Знаете, я слышал, как некоторые говорили: Ես լսել եմ, որ ինչ որ մեկ ասում է։ я прихожу в церковь, чтобы моим детям было хорошо. Ես գալիս եմ եկեղեցի, որտով իմ երեխաներին լավ է։ Но это собрание мое, Բայց այս հավաքույթը իմն է и моих детей, եւ իմ երեխաներին и է։ мужа, и жены, и родителей. Կնոջ ամուսնու, ծնողներին է։ И когда мы осознаем важность того, чтобы, знаете, не собрание наших родителей, Եվ երբ որ մենք այսօր հասկանում, որ մեր երեխաների, իմ երեխաների, а собрание моё, Եվ երբ որ մենք այսօր հասկանում, որ իմ երեխաների, ծնողների, и когда мы осознаем важность того, чтобы
приходить на Եվ собрание, երբ որ մենք գիտակցում ենք կարևորությունը գալու եկեղեցուի, тогда каждую неделю եւ ամեն շաբաթ мы говорим себе, что ты должен быть там. մենք ասում ենք ինքներս մեզ դու պետք է լինես Это այնտեղ։ дом твоего отца. Դա քո հոր տունն է, Это твое место. դա քո տեղն է։ Ամեն. Ամեն։ И церковь – это место силы. Եվ եկեղեցին դա զորության տեղ է։ У Бога есть сила для нас. Աստծո մոտ կա ուժ մեր համար, И эта զորություն сила, մեր она համար։ каждую неделю изливается на Եվ այդ собрание. զորությունը ամեն շաբաթ գալիս է մեր կյանքի մեջ, Каждый раз, հավաքության մեջ։ когда мы собираемся, я верю, Ամեն что ժամանակ, երբ որ մենք հավաքվում ենք, Божья сила изливается в нашу Աստծո жизнь. զորությունը գալիս է մեր կյանքի մեջ։ Аминь. Ամեն։ Знаете, есть тысячи причин, чтобы не прийти на собрание. Գիտեք կան հազար պատճառներ, որ չգանք եկեղեցի հավաքույթի։ Тяжело по работе, Աշխատանքի մեջ խնդիրներ, ծանրություն, неважно себя чувствую, առողջական ինչ-որ խնդիրներ, լավ չեմ զգում, какие-то вопросы. ինչ-որ հարցեր։ Знаете, всегда есть вопросы. Գիտեք ամեն անգամ հարցեր կան։ Сегодня мы здесь Այսօր մենք այստեղ ենք, не потому, что только у нас нету этих вопросов и проблем, նրա համար չի որ մենք հարցեր չունենք, ինչ-որ но խնդիրներ потому, չունենք։ что мы решили, что сегодня быть в Доме Божьем важнее, нежели остальное Նրա все. համար մենք այստեղ, որովհետև մենք որոշել ենք, որ այստեղ լինենք, Աստծո տանում И ենք, Бог որովհետև դա видит и կարևոր է։ благословляет Եվ мое и Աստված твое դա решение. տեսնում է եւ օրհնում է մեր որոշումը։ Ամեն. Ամեն։ Есть тысячи причин, чтобы не приходить, Կա Но- հազար պատճառներ, որ չգան։ но есть 1001 причина, чтобы быть в Доме Բայց կան Божьем. 1001 պատճառներ, որ մենք կարան գանք եւ պետք է Ամեն. գանք։ Я Ամեն։ сегодня не буду называть все эти 1000 причин, Ես այսօր չեմ ասելու այդ 1000 պատճառները, несколько. մի քանիսը, То, что меня касается, и то, что я считаю для себя очень важным, այն ինչ որ ինձ է կարևոր եւ ինչ գիտեմ որ դա կարևոր է։ и то, что я вижу в Слове Божьем. Եվ ինչ որ ես տեսնում եմ Աստծո խոսքի մեջ։ Сегодня именно об этом хочу говорить. В чем же сила церкви? Եվ ես հրա մասին եմ уզում խոսալ, թե ինչու՞մ է կայանում եկեղեցու В чем же զորությունը։ сила церкви? Ինչու՞մ է կայանում եկեղեցու զորությունը։ Первое. Առաջինը, В церкви есть сила молитвы. եկեղեցու մեջ կա աղոթքի զորություն։ Аминь. Ամեն։ В церкви есть сила молитвы. Եկեղեցու մեջ կա աղոթքի զորություն։ Я хочу, чтобы мы открыли Деяния апостолов, первую 12 главу. И я буду читать 5 стих. Գործ Կարաքելոս 12:5-ը։ Но прежде чем прочитать, я расскажу небольшую предысторию. Բայց մինչ ես կկարդամ, ես կպատմեմ նախաբանը։ Здесь говорится о том, что Петра поймали и его бросили в темницу. Այստեղ խոսում է նրա մասին, որ Պետրոսին բռնել էին եւ բանտ էին գցել։ Но до этого написано, что царь Ирод, Բայց մինչ այդ գրված է, որ Հերոդես թագավորը он убил Иакова, брата Иоанна. նա սպանեց Հակոբոսին, Հովանեսի եղբորը, И это очень понравилось иудеям. եւ դա շատ դուր եկավ հрьяաներին։ И Ирод захотел еще также убить и Петра. Եվ Հերոդեսը ուզեց Պետրոսին Именно սպանել։ поэтому он его бросил в темницу. Եվ դրա համար էլ նա գցեց նրան բանտը։ И я хочу, чтобы мы прочитали 5 стих. Итак, Петра стерегли в темнице, между тем церковь прилежно молилась о нем Богу. 5-րդ խոսքը եւ Պետրոսը բանտում պահված էր, բայց նրա համար անդադար աղոթք էր լինում եկեղեցուց դեպի Աստված։ Аминь. Ամեն։ Знаете, Петра бросили в темницу. Գիտեք Պետրոսին գցել էին բանտի մեջ։ И церковь, зная, что уже убили Иакова, Եվ եկեղեցին գիտեր, որ արդեն Հակոբոսին սպանել են։ они понимали, что намерения царя Ирода, они очень серьезные. Եվ նրանք հասկանում են, որ Հերոդես թագավորի տրամադրվածությունը շատ լուրջ է, Что он желает убить также и Петра. որ նա ցանկանում է Պետրոսին էլ սպանել։ Но все хорошо. Но Петр, Բայց Պետրոսը он был бессилен. նա անուժ էր, ուժ չուներ։ Вы представляете, если церковь Դուք պատկերացնում եք, եթե եկեղեցին не молилась, что бы было бы? աղոթք չաներ, ինչ կլիներ։ Царь приказал стеречь его. Թագավորը հրաման էր տվել, որ պահեն նրան։ Чуть выше написано, что воины, они всегда стерегли его. Մի քիչ վերև գրված է, որ զինվորները պահում էին նրան։ 4 смены по 4 человека. 4 մարդ, 4
հերթապահության։ 4 смены, они его стерегли. Նրանք պահում էին նրան։ И они понимали, что они его не должны никак упустить. Եվ նրանք հասկանում էին, որ հնարավոր չի, որ նրան баց թողեն։ И я думаю, у Петра тоже не было вообще мысли, что он оттуда может как-то выбраться. Ես մտածում եմ, որ Պետրոսին անգամ միտք չկար, որ նրանք դուրս է գալու տեղից։ Но церковь прилежно молилась о нем. Բայց եկեղեցին անդադար աղոթք էր անում նրա համար։ Ամեն. Ամեն։ И знаете, дальше говорится о том, что ангел Божий пришел, и он вывел Петра. Եվ գիտեք, հետո խոսում են դրա մասին, որ ռեշտակը, Աստծո ռեշտակը եկավ եւ հանեց Պետրոսին։ И когда Петр, он пришел в дом, где собраны были верующие, молились о нем, Եվ երբ որ Պետրոսը եկավ այն տունը, որտեղ որ եկեղեցին հավաքված աղոթք էր անում, и он стучался, նա դուրը թակում էր ему открыли дверь, եւ բացեցին նրա համար դուրը и сначала не поверили, что это Петр. եւ չէին հավատում, որ Պետրոսն է։ И вернулись, сказали, Петр стоит за дверью, Նրանք հետ եկան եւ ասացին, որ Պետրոսն է դրան հետևը կանգնած։ но сказали, это, наверное, дух Петра, это не он. Նրանք ասում են նաեւ Պետրոսի հոգին է, Призрак. ինչ որ հոգի։ Но снова вернулись, и Петр говорит, это я, и он вошел. Եվ նորից նրանք եկան եւ Պետրոս ասում է, դա ես եմ, եւ նա ներս И եկավ тогда они убедились, что это действительно եւ նրանք Петр. համոզվեցին, որ դա Պետրոսն էր։ Казалось бы, они молились, но не до конца верили. Կարծես նրանք աղոթք էին անում, բայց մինչև վերջ չէին հավատում։ Я думаю, они верили, Ես մտածում որ նրանք հավատում էին, но они не могли себе представить, что именно таким образом Бог может его избавить. բայց նրանք չէին էլ պատկերացնում, որ հենց այդ ձևով Աստված կարող այդ հրաշքաներ։ В церкви есть сила, Եկեղեցում կա զորություն, сила молитвы. աղոթքի զորություն։ И когда мы просим кого-либо молиться, Եվ երբ որ մենք ինչ-որ մեկին խնդրում ենք, որ աղոթք անի, иногда пишем в нужды, да, мы молимся, церковь же молится за эти եւ մենք нужды. գրում ենք ինչ-որ հոգսեր խնդիրներ եւ եկեղեցին Мы աղոթք верим, անում։ что там, где 2 или 3 собраны во имя Божье, там, где есть молитва и обращение к Богу, Бог слышит. Մենք հավատում ենք, որտեղ որ երկուսը երեքը հավաքված են եւ աղոթք են անում, Աստված լսում է։ Аминь. Именно поэтому мы получаем ответы на наши Եվ молитвы. դրա պատճառով էլ մենք ստանում ենք աղոթքի պատասխան։ Знаете, есть некоторые группы в WhatsApp, в Телеграмах, Գիտես կան ինչ-որ խմբեր սոցկայքերում, где часто пишут просьбу молиться за того-то, շատ за հաճախակի того-то. գրվում է աղոթքներ, որ ինչ-որ մեկի համար աղոթք անել, Тот, кто пишет, նա ով որ գրում է, он верит, что когда братья и сестры будут молиться, նա հավատում է, երբ որ քույրերը եւ եղբայրները սկսեն աղոթք անել, вопросы будут решаться. հարցերը կսկսվի լուծել։ Аминь. Ամեն։ Когда нам кажется, что нету выхода, Երբ որ մեզ թվում է, թե ելք չկա, и мы приходим, просим, чтобы мы объединились и молились. եւ մենք գալիս ենք եւ խնդրում ենք, որպեսզի միաբանվենք եւ И աղոթք в этом, անենք։ в этом единстве есть сила. Եվ այդ միաբանության մեջ զորություն կա։ Аминь. Ամեն։ Когда мы в единстве молимся за наших родных, в этом есть сила. Երբ որ մենք միաբանության մեջ աղոթք ենք անում մեր հարազատների համար, դրա մեջ զորություն կա։ Аминь. Ամեն։ Знаете, я не так, что читаю имена своих родных, кого написал, за них молюсь. Нет, я молюсь за каждого. Գիտեք, ես չեմ կարծում միայն իմ հարազատների անունները, որ ես աղոթք անեմ նրանց համար, ես ամեն մեկի համար եմ աղոթք անում։ Я читаю имя и благословляю. Ես կարդում եմ անունը եւ օրհնում եմ։ И я верю, что вы так же делаете. Ես հավատում եմ, որ դուք էլ եք И я այդպես верю, что անում։ наша молитва, она меняет Ես обстоятельства, հավատում եմ, որ մեր աղոթքները փոխում է իրավիճակները, меняет жизни. փոխում է կյանքերը։ Когда, казалось бы, нету выхода, Եվ երբ որ կարծես ելք չկա, Петр, наверное, думал, что все, нету выхода. Պետրոսը մտածում է, որ ելք չկա։ Постоянно его стерегут. Եվ իրան պահում են ամեն անգամ, ամեն վարքյան։ Знаете, это не как в фильмах. Դե գիտեք, դա այնպես չի, ինչպես ֆիլմերի մեջ։ Знаете, ему дали 20 лет срок, Նրան տվել են 20 տարի, и он там разрабатывает план, как бы убежать. եւ նա ինչ-որ ծրագրեր է կազմում, թե ոնց Написано, что փախչի։ его уже хотели убить, Я и в эту ночь. Գրված է, որ նրան արդեն ուզում են սպանել։ То есть Ирод решил, что все, завтра он его убьет. Հերովդեսը որոշել է, որ արդեն վաղը նրան սպանելու են։ А церковь молилась. Բայց եկեղեցին աղոթք էր В անում։ церкви есть сила для молитвы. Եկեղեցու մեջ կա Когда աղոթքի церковь զորություն։ молится, Бог сверхъестественным образом изливает свою силу. Երբ որ եկեղեցին աղոթք անում, Աստված գերբնական ձևով իր զորությունը Даже ուղարկում է։ когда мы по домам, Անկամ երբ որ մենք տների մեջ ենք, но мы в едином духе молимся, բայց մենք միաբան հոգով աղոթք ենք անում։ я верю, что Бог, Он движется и Ես меняет հավատում եմ, որ Աստված обстоятельства. գործում է եւ փոխում է իրավիճակները։ Слава нашему Богу. Փառք Աստծուն։ Аллилуйя. Հալելույա։ Знаете, когда мы просим вперед выходить, например, и молиться, Գիտեք, երբ որ մենք խնդրում ենք, որ օրինակ գան առաջ եւ աղոթք անեն, мы верим, когда человек, он выходит вперед, մենք հավատում ենք, երբ որ մարդը գալիս առաջ,
И церковь объединяется в молитве Եվ եկեղեցին միաբանվում աղոթքի մեջ։ и стоит за этого Եվ человека. կանգնում այդ մարդու համար։ Я верю, что Бог сверхъестественным изливает свое Ես հավատում եմ, благословение. որ Աստված գերբնական ձևով իր օրհնությունը Когда բերում է мы- նրա կյանքի մեջ։ Когда мы приглашаем вперед, например, молиться за тех, кто впервые в церкви, Երբ որ մենք կանչում ենք առաջ օրինակ այն մարդկանց համար, ովքեր առաջ անգամ են եկեղեցում, это не так, что если я или ты остались на месте и с места призвали имя Господа, դա այնպես չի, որ երբ որ մենք կանգնած ենք մեր տեղը եւ կանչում ենք Աստծո անունը, это не так, что Бог не придет в твою жизнь. դա այնպես չի, որ նա չի գա քո կյանքի մեջ։ Он обязательно придет. Նա անպայման կգա, Но когда ты выходишь вперед, բայց երբ որ дու գալիս ես առաջ, церковь видит тебя եկեղեցին տեսնում է քեզ и стоит за тебя в молитве. եւ կանգնում է քո համար աղոթքով, И это сильно. եւ դա ուժեղ է։ Бог изливает свою силу и свое Եվ благословение. Աստված իր զորությունը եւ օրհնությունը թափում է քո վրա։ Аминь. Ամեն։ Мы должны верить, что церковь – это место силы. Մենք պետք է հավատանք, որ եկեղեցին դա զորության տեղ է։ И когда мы молимся, Божья сила, она приходит в мою и Եվ твою երբ որ жизнь. մենք աղոթք ենք անում, Աստծո զորությունը գալիս է իմ ու քո կյանքի մեջ։ Аминь. Ամեն։ Второе. Երկրորդը, Что же еще является силой церкви? ինչն է եւս հանդիսանում եկեղեցու զորությունը։ Это сила поклонения. Դա երկրպագության զորությունն է։ Аминь. Ամեն։ Когда мы с тобой поклоняемся Богу, Երբ որ մենք իրար հետ երկրպագում ենք Տիրոջը, сила Божья, она сходит на нас. Աստծո զորությունը գալիս է մեր վրա։ Второе Паралипоменон. Երկրորդ օրինաց, Մնացորդաց. մնացորդած, Второе Паралипоменон, 5 глава. 5-րդ գլուխ, Я прочитаю 13 стих. Но прежде, здесь история о том, что Соломон построил дом, храм Богу. այստեղ պատմությունը նրա մասին է, որ Սողոմոնը Աստծո տաճարն է У Давида была սարքել։ мечта, но Соломон это сделал. Դավիթը ուներ երազանք սարքելու, բայց դա Սողոմոնը արեց։ И когда он построил, Եվ երբ որ նա կառուցեց, написано в 13 стихе, 13-րդ խոսքում գրված է։ чуть выше написано, что левиты и священники, они пришли на служение. Մի քիչ վերև գրված է, որ ղևտացիները եւ ծառայողները եկան ծառայության, И в 13 стихе написано, и были как один трубящий и поющий, издавая один голос к восхвалению и славословию Господа. Եվ էր ինչպես մեկ փող հնչողները եւ եկողները մեկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս։ И когда загремел звук труб, кимвалов и музыкальных орудий, и восхваляли Господа, ибо Он благ, ибо вовек милость Его, тогда дом Господень наполнило облако. Եվ հենց որ փողերի եւ ծնծաղանների եւ նվագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նրա ողորմությունը հավիտյան է, այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպը։ И не могли священники стоять на служении по причине облака, потому что слава Господня наполнила дом Божий. Եվ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառով, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստծո տունը։ Аминь. Ամեն։ Мы верим, что тот же Господь, Մենք հավատում ենք, որ նույն Он Աստված и сегодня изливает свою славу. այսօր էլ նա իր փառքը մեր վրա Когда мы вместе ուղարկում է։ прославляем и поклоняемся Богу, Երբ որ մենք իրար հետ փառաբանում ենք եւ երկրպագում ենք Տիրոջը, сила Божья, она сходит на это Աստծո место. զորությունը գալիս այդ վայրի մեջ։ Я думаю, что каждый из нас может свидетельствовать, Ես մտածում եմ, որ ամեն մեկս կվկայենք դրա что մասին։ когда ты прославляешь Бога, Երբ որ դու փառաբանում ես նրան, некая сила сходит на тебя, ինչ որ մի ուժ է գալի քո կյանքի и մեջ, ты начинаешь просто ликовать, եւ դու սկսում ես ցնցել, и наполняешься великой радостью. եւ լցվում ես ուրախությամբ մեջ։ И знаешь, если бы у тебя была возможность там взлететь, ты бы просто взлетел от Եթե այդ радости. ժամանակ ես հնարավորությունները дու ուղակի կթրջեիր։ Аминь. Ամեն։ Это сила Божья, которая сходит на его Դա дом. Աստծո զորությունն է, որ գալիս է իր տան մեջ։ И эта сила есть и сегодня в церкви. Եվ այդ ուժ այդ զորությունը հիմա էլ կա եկեղեցու մեջ։ Аминь. Ամեն։ И в то время, когда мы с тобой поклоняемся Եվ այն Богу, ժամանակ, երբ որ մենք իրար երկրպագում ենք, сходит сила Божья, գալիս է Աստծո զորությունը, приходит мир Божий, գալիս է Աստծո խաղաղությունը, приходит мир Божий в мою и твою жизнь. գալիս է Աստծո խաղաղությունը իմ ու քո կյանքի մեջ։ Ամեն. Ամեն։ Знаете, сегодня этот мир, он ищет мир. Գիտեք այսօր այս աշխարհը մանա գալիս այդ խաղաղությունը։ Депрессия, тревоги, Դեպրեսիաներ, ինչ որ տագնապներ, непонимание, что будет завтра. չհասկացողություն չեն հասկանում թե ինչ կլինի վաղը։
И знаете, сегодня в интернете очень модно. Եվ գիտեք այսօր ինտերնետում մոդա է, Говорят о медитации, ինչ որ մեդիտացիաների մասին են о խոսում, йоге, յոգայի մասին են խոսում, что ты должен думать о хорошем, думать о Вселенной. որ դու պետք է մտածես լավ բաների մասին, տեզերքի մասին, И тогда мир придет в твою եւ այդ жизнь. ժամանակը գա խաղաղությունը քո կյանքի մեջ, И кто так делает, եւ ինչ որ մեկը այդպես անում, конечно, они открывают двери для бесов. նրանք իհարկե բացում են դուռ դևերի համար, Но мы в Доме Божьем, поклоняясь Богу, բայց մենք Աստծո տան մեջ երկրպագելով Տիրոջը, открываем двери нашему Господу. բացում ենք դռները մեր Աստծո համար։ Иисус, Он приходит в мою и твою жизнь Հիսուսը գալիս է իմ ու քո կյանքի и մեջ изливает свою силу. եւ թափում է իր զորությունը մեր кյանքի մեջ։ Аминь. И тогда Ամեն։ приходит мир, Եվ երբ որ գալիս է знаешь, խաղաղությունը, совершенным образом. ինչ որ յուրատուկ ձևով, И ты понимаешь, что ты в доме своего Отца. եւ դու մտածում ես եւ դու հասկանում ես, որ դու քո Աստծո տան մեջ ես։ Аминь. Знаете, как-то я слышал проповедь, был давно, Գիտեք, ես ինչ որ մի քարոզ եմ լսել, վաղ, что мы камни, из которых Бог строит свою церковь. որ մենք քարեր ենք, որով Աստված կառուցում է իր տունը, եկեղեցին։ И потом я думал, что Եվ հետո ես մտածում եի, если я камень, եթե ես քար եմ, из которых Бог строит свою церковь, որով որ Աստված կառուցում է եկեղեցին, я думал, и тогда что, я в вечности тоже буду камнем? եւ ես մտածում եի, ինչ է, ես հավիտենության մեջ եմ քար լինելու։ Я просто буду камнем? Ես ուղղակի քար եմ լինելու, И как-то мне стало грустно. եւ ինձ ինչ որ մի պահ Я думал, դուքություն եկավ իմ մեջ։ Я буду в вечности, просто буду камнем. Ես մտածում եի, որ ես հավիտենակության մեջ ինչ որ քար եմ լինելու, И помню, однажды Божья сила, она сошла во время поклонения. եւ հիշում եմ, որ Աստծո զորությունը երկրպագության մեջ եկավ իմ կյանքի, И я наполнился просто Духом Святым. եւ ես լսվեցի ուղղակի Սուրբ Հոգով, И в этот момент я понял, եւ այդ ժամանակ ես հասկացա, что главное быть в Божьем присутствии. որ կարևորը լինելն է Աստծո ներկայության մեջ։ Ամեն. Ամեն։ Это просто блаженство быть в Божьем Դա присутствии. երանելիությունն է լինել Աստծո ներկայության մեջ։ И неважно, какую ты роль будешь играть. Եվ կարևոր չի դու ինչ դեր ես խաղալու։ Конечно, я потом понял, что это прообраз, то, что мы живые камни. Ես իհարկե հետո հասկացա, որ դա խորհուրդ է ուղղակի մենք կենթանի Что мы на քարեր ենք։ небесах не будем просто камнями. Մենք երկնքում չենք լինել ուղղակի քարեր։ Но я знаю, что в церкви есть сила. Բայց ես գիտեմ, որ եկեղեցում կա И զորություն։ во время прославления и поклонения Божья сила сходит. Եվ երկրպագության եւ փառաբանության ժամանակ гալիս է Աստծո Поэтому զորությունը։ и мы поклоняемся Богу и прославляем Եվ դրա Его. համար էլ մենք երկրպագում եւ փառաբանում ենք նրան։ Мы не просто поем, как сегодня говорил брат. Մենք ուղղակի չենք խոսում, ինչ որ խոսում էր այսօր եղբայրը։ Мы не просто думаем о том, чтобы красиво спеть. Մենք չենք մտածում նրա մասին, որ ինչ որ լավ երգ է։ Но мы думаем, как Его прославить и как Ему поклониться. Մենք мտածում ենք, թե ոնց մենք նրան И Слово երկրպագենք եւ Божье говорит, փառաբանենք։ что Отец ищет себе поклонников, которые будут поклоняться в Духе и Եվ истине. Աստծո խոսքը ասում է, որ Հայրը փնտրում է նրանց, ովքեր որ կերկրպագեն Я նրան верю, что հոգով եւ ճշմարտությունով։ Отец, Он смотрит и находит поклонников в своем доме Ես հավատում եմ, որ Հայրը նայում է, տեսնում է եւ գտնում է и говорит, я буду изливать сейчас свое благословение, свою силу в երկրպագողների его իր жизнь. տան մեջ եւ ասում է, որ ես այսօր կլստեմ նրա կյանքը իր զորությամբ եւ ներկայությամբ։ Аминь. Ամեն։ Третье. Երրորդը Сила святости. սրբության զորությունը։ В церкви есть сила святости. Եկեղեցու մեջ կա սրբության զորություն։ Аминь. Ամեն։ Первое послание Иоанна. Առաջի Հովանեսի թողտ։ 1 глава, 7 стих. Առաջի գլուխ 7-րդ խոսք։ Если же ходим во свете, подобно как Он во свете, то имеем общение друг с другом, и кровь Иисуса Христа, Сына Его, очищает нас от всякого греха. Բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Аминь. Ամեն։ Когда мы имеем общение друг с другом, Երբ որ մենք հաղորդակցության մեջ ենք իրար հետ, тогда кровь Христа, она очищает нас от всякого այդ греха. ժամանակ Քրիստոսի արյունը մեզ մաքրում է։ А когда мы имеем общение друг с другом? Իսկ երբ ենք մենք իրար հետ հաղորդակցվում, Когда мы в церкви, երբ որ մենք եկեղեցու մեջ ենք,
когда на молитвенных служениях, երբ որ աղոթքաժողովի մեջ ենք, когда где-то собираемся вместе, երբ որ ինչ-որ միտեղ հավաքվում ենք իրար հետ, когда собираемся на домашних группах. երբ որ հավաքվում ենք տնային խմբերում, Там, где мы собираемся, այնտեղ որտեղ որ մենք հավաքվում ենք, мы имеем общение друг с другом. մենք հաղորդակցվում ենք իրար հետ։ И прямо сейчас мы имеем общение друг с Եվ другом. հիմա էլ մենք հաղորդակցվում ենք իրար И հետ։ после служения мы общаемся друг с другом. Եվ ծառայությունից հետո էլ մենք հաղորդակցվում ենք իրար հետ։ И Слово Божье говорит, что кровь Христа она начинает нас Եվ очищать. Աստծո խոսքը ասում է, որ Քրիստոսի արյունը սկսում է մեզ մաքրել։ Аминь. Ամեն։ Знаете, кровь Христа, Գիտեք, Հիսուսի արյունը она действует в своем теле. նա գործում է իր մարմնի մեջ։ А мы, как церковь, мы тело Христа. Իսկ մենք որ եկեղեցի, որպես եկեղեցի նա մարմինն ենք։ Как только я решаю себя отделить от тела, Այն ժամանակ, երբ որ ես մտադրված եմ եւ որոշում եմ առանձնանալ, каким образом может кровь Христа меня очищать? եւ այդ ժամանակ նա սկսում է մաքրել։ Тогда нету общения, Երբ որ չկա հաղորդություն, и тогда нету очищения. այդ ժամանակ չկա Но մաքրություն։ когда мы приходим в Дом Божий, Բայց երբ որ մենք գալիս ենք Աստծո տուն, когда мы общаемся друг с другом, երբ որ մենք հաղորդակցվում ենք իրար я հետ, верю, что кровь Христа на нас начинает очищать. ես հավատում եմ, որ Քրիստոսի արյունը սկսում է мաքրել մեզ։ И знаете, может быть, ты в этот момент не исповедуешь свои грехи, Գիտես, միգուցե դու այդ ժամանակ դու չես խոստովանում քո но Господь մեղքերը, начинает очищать тебя. բայց Տերը սկսում է մաքրել քեզ։ Аминь. Ամեն։ Но смотрите, что говорит 6 стих. Տեսեք ինչ ասում 6-րդ խոսքը։ Если мы говорим, что имеем общение с Ним, а ходим во тьме, то мы лжем и не поступаем по истине. Եթե ասենք, թե հաղորդություն ունենք իրար հետ եւ խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտությունը չենք անում։ Что означает ходить во тьме? Ինչ է նշանակում խավարի մեջ քայլել։ Этот мир, это и есть тьма. Այս աշխարհը դա խավար է։ Если мы избегаем общения с братьями и сестрами, Երբ որ մենք չենք հաղորդակցվում մեր քույրերի եւ եղբայրների հետ, если мы желаем больше общаться, и наше сердце в общении с этим миром, եթե մենք ցանկանում ենք ավելի շատ հաղորդակցվել այս աշխարհի հետ, Слово Божие говорит, что ты тогда ходишь во тьме. Աստծո խոսքը ասում է դու այդ ժամանակ խավարի մեջ ես ման գալիս։ Я должен исследовать свое сердце. Ես պետք է քննեմ իմ սիրտը։ Если я избегаю общения с верующими людьми, Եթե ես չեմ уզում հավատացյալ ժողովրդի հետ հաղորդակցվեմ, тогда где мое сердце? այդ ժամանակ ուր է իմ սիրտը։ Где я хожу? Որտեղ եմ ման գալիս։ Если все мое внимание и влечение общаться с неверующими людьми, Երբ որ իմ ամբողջ ուշադրությունը եւ մտադրությունը նրան է որ հաղորդակցվեմ աշխարհիկ մարդկանց հետ, тогда я хожу во тьме. ես այդ ժամանակ խավարի մեջ եմ ման И գալիս։ кровь Христа, она не действует тогда в моей жизни. Եվ Քրիստոսի արյունը չի գործում այդ ժամանակ իմ կյանքում։ Поймите правильно. Ճիշտ հասկացեք։ Я не говорю, что мы не можем и не должны общаться с неверующими людьми. Ես չեմ ասում որ մենք չենք կարող եւ չպետք է հաղորդակցվենք աշխարհի Но я говорю о ժողովրդի հետ։ том, где наше влечение, Բայց ես ասում եմ որտեղ է մեր մտադրությունը, մեր где мы хотим быть. որտեղ մենք պետք է լինենք, С кем որտեղ мы ենք ուզում хотим общаться? լինել, ում հետ ենք ուզում հաղորդակցվենք։ Аминь. И Амен. когда мы в Доме Божьем, Եվ երբ որ մենք Աստծո տան մեջ ենք, когда наше окружение это наши братья и сестры, երբ որ մեր շրջապատը դա մեր եղբայրները եւ քույրերն են, тогда кровь Христа, она освещает нас. այդ ժամանակ Քրիստոսի արյունը սրբում է մեզ, Потому что в крови Христа есть сила. որովհետեւ Քրիստոսի արյան մեջ զորություն կա, Сила освещать меня и тебя. զորություն սրբելու ինձ ու И քեզ։ тогда Господь освобождает от всякого греха. Եվ այդ ժամանակ Աստված ազատագրում է ամեն մեղքից մեզ։ Как мне освободиться от грехов? Ինչպես ես мեղքերից ազատվեմ։ Будь в церкви. Եկեղեցում եղիր, Пусть твое окружение будут твои братья и сестры. թող քո շրջապատը լինի քո քույրերը եւ եղբայրները, И ты увидишь, как Господь начнет тебя եւ դու очищать. կտեսնես թե ոնց է Աստված քեզ սկսում մաքրել։ Аминь. Ամեն։ Следующее, о чем я хотел бы говорить. Մյուսը ինչի մասին որ ուզում եմ խոսեմ։ В чем я вижу также силу церкви? Ինչի մեջ եմ ես այսօր տեսում եկեղեցու զորությունը։ Я сегодня говорю о том, что церковь имеет силу. Ես այսօր խոսում եմ նրա մասին, որ եկեղեցին զորություն ունի։ Когда мы молимся, мы имеем силу. Երբ որ մենք աղոթք ենք անում, մենք ուժ ունենք, Когда զորություն мы ունենք։ поклоняемся, Божья сила сходит в мою и Երբ որ твою մենք жизнь. երկրպագում ենք, Աստծո զորությունը գալի է քո կյանքի մեջ։ Когда мы в общении, Божья сила сходит в мою и твою жизнь. Երբ որ մենք հաղորդակցության մեջ ենք, Աստծո զորությունը И գալի է քո очищает կյանքի нас մեջ։ от всякого греха. Եվ մաքրում է մեզ ամեն մեղքերից։ И следующее. Եվ մյուսը Сила слова или истины. խոսքի եւ ճշմարտության զորությունը։ Слово, которое проповедуется, и мы слышим в Доме Божьем, Խոսքը, որ քարոզվում է Աստծո տան մեջ, оно имеет силу. դա ունի զորություն։ Аминь. Ամեն։
Потому что проповедуется Слово Божье. Որովհետև քարոզվում է Աստծո խոսքը։ Псалом 118, Սաղմոս 119 105 стих. Здесь написано: Слово Твое – светильник ноге моей и свет стезе моей. Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Аминь. Ամեն։ Слово Божье, оно освещает наш путь. Աստծո խոսքը լուսավորում է մեր ճանապարհը։ Когда мы не знаем, что нам делать, Երբ որ մենք չգիտենք ինչ անենք, как поступить в той или иной ситуации, ինչպես վարվենք ինչ որ հարցերի մեջ, то слово, которое мы слышим, այն խոսքը, որ մենք лսում ենք, оно позволяет, чтобы мы делали правильный выбор, թույլ է տալիս, որպեսզի մենք ճիշտ ընտրություն կատարենք, нашли правильную дверь. գտնենք ճիշտ դուռ։ И это происходит тогда, когда мы принимаем Слово, Դա կատարվում է այն ժամանակ, երբ որ մենք ընդունում ենք այդ потому что խոսքը, это Слово истины, որովհետև այդ խոսքը ճշմարտություն է и оно имеет силу. եւ նա ունի զորություն։ Слово, которое провозглашается в церкви, Խոսքը, երբ որ հրճակվում է եկեղեցու մեջ, оно имеет силу. նա ունի զորություն։ Слово, которое провозглашается во время домашних групп, оно имеет силу. Խոսքը, որը հրճակվում է տնային խմբակների ժամանակ, նա ունի И զորություն։ где бы мы ни находились, если мы с тобой вместе провозглашаем Слово Божье, Որտեղ է որ մենք լինենք, երբ որ մենք հրճակում ենք Աստծո խոսքը, оно истинно и оно имеет силу. դա ճշմարտություն է եւ նա ունի զորություն։ Аминь. Ամեն։ Иакова, 1 глава, 21 стих, послание Иакова, Հակոբոս Արաքյալի թուղթ առաջի գլուխ 21 стих. 21-րդ խոսք։ Написано: «Посему, отложив всякую нечистоту и остаток злобы, в кротости примите насаждаемое слово, могущее спасти ваши души». Սրա համար ամեն աղտեղություն եւ չարության առավելությունը դեն գցեցեք եւ խոնարհությունով ընդունեցեք ձեր մեջ սերմված խոսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։ Аминь. Ամեն։ Слово Божье имеет силу спасать. Աստծո խոսքը ունի զորություն И փրկելու։ сегодня мы свидетели этому. Եվ մենք այսօր վկաներ ենք դրան, Потому что мы, услышав Слово, приняли որտեղ մենք լսելով խոսքը ընդունեցինք, Евангелие. ընդունեցինք ավետարանը, И Господь, Он спас меня и тебя. եւ Աստված փրկեց ինձ եւ քեզ։ И Господь сегодня также свое Слово направляет каждому, Եվ այսօր էլ Աստված իր խոսքը ուղարկում է ամեն մեկին, который обладает великой силой. որի մեջ կա մեծ զորություն։ Ничто не может спасать, Ոչ մի բան չի կարող но փրկել, только Слово, которое мы слышим и веруем. բայց միայն այն խոսքը, որ մենք լսում ենք եւ հավատում ենք, Оно спасает, այդ խոսքը փրկում է, потому что оно обладает силой. որովհետեւ նրա մեջ կա զորություն։ Именно поэтому, когда в церкви проповедуется Слово, Եվ դրա համար էլ երբ որ եկեղեցում քարոզվում է խոսքը, все наше внимание как бы принять это Слово. մեր ամբողջ ուշադրությունը պետք է լինի, որ մենք ընդունենք այդ խոսքը։ И здесь написано: Եվ այստեղ գրված է. примите насаждаемое Слово. Ընդունեցեք այն խոսքը, որ սերմանվում է։ Аминь. Мы должны позволить Духу Святому, чтобы Он эти семена сеял в моем и твоем Մենք сердце. պետք է թույլ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի նա այդ սերմենը ցանի իմ ու քո սրտի մեջ։ Когда это возможно? Երբ որ դա հնարավոր է։ Когда я говорю: Господь, я сегодня открываю свое сердце для Тебя. Երբ որ ես ասում եմ Տեր, ես բացում եմ իմ սիրտը քո համար։ Говори ко мне. Խոսա իմ։ Пусть эти семена, они падают в эту добрую почву Թող այդ սերմենը ուղակի ինքնեն բերի հողի վրա и приносят плоды. եւ բերեն պտուղներ։ Ամեն. Ամեն։ Я верю, что если мы сейчас принимаем эти семена, Ես հավատում եմ, երբ որ մենք այսօր մենք ընդունում ենք они այդ обязательно սերմենը, принесут свои плоды. նրանք անպայման պտուղ կբերեն։ Аминь. Ամեն։ В церкви есть сила даров Святого Духа. Եկեղեցու մեջ կա զորություն Սուրբ Հոգու պարգևների։ Аминь. Ամեն։ Это то место, где мы действительно можем принимать Դա дары այնտեղն է, Святого որտեղ Духа մենք կընդունենք Սուրբ Հոգու պարգևները и действовать в дарах Духа Святого. եւ գործենք Սուրբ Հոգու պարգևների Я не говорю, միջոցով։ что вне церкви нельзя действовать в дарах, Ես չեմ ասում, որ եկեղեցուց դուրս չի կարելի գործել պարգևներով, но церковь – это тело Христа. բայց եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է И Дух Святой եւ Սուրբ Հոգին каждому дает дар. ամեն մեկին տալիս է И этот պարգև дар – это моя и твоя сила. եւ այդ պարգևը իմ ու քո զորությունն է։ Аминь. Ամեն։ 1 Коринфянам 12 глава. Առաջի Կորինթացիներից 12-րդ գլուխ Я прочитаю 7 стих. ես կկարդամ 7-րդ խոսքը։
Но каждому дается проявление Духа на пользу. Բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը օգտի համար։ Аминь. Ամեն։ Написано, что каждому дается проявление Духа на пользу. Գրված է որ ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը օգուտի համար։ На пользу кому? Ում համար օգուտ։ Мне? Ինձ։ То есть Дух Святой дает дар, Այսինքն Սուրբ Հոգին տալիս է պարգև, чтобы это было на пользу только мне. որպեսզի դա լինի միայն իմ օգտի համար։ Когда мы читаем далее, Եվ երբ որ մենք հետո կարդում ենք, мы видим, что Господь эти дары дает церкви. մենք տեսնում ենք, որ այդ պարգևները Աստված տալիս է եկեղեցուն։ Одному дает слово мудрости, Ինչ որ մեկին տալիս է իմաստության խոսք, другому дает слово знания, գիտության խոսք, иному вера, ինչ որ մեկին հավատք, иному исцеление, ինչ որ մեկին բժշկության պարգևներ, чудотворение и так далее. հրաշագործություններ եւ այլն։ И эти дары, Եվ այդ պարգևները они служат телу Христа. նրանք ծառայում են եկեղեցուն։ Это для того, чтобы служить мне и тебе. Դա նրա համար է, որպեսզի ինձ ու Чтобы тот дар, ծառայենք։ который есть во мне, он служил тебе. Դա երբ որ այդ պարգևը իմ մեջ է, որպեսզի ծառայի քո համար։ А тот, который тебе, служил Եվ мне. երբ որ այն պարգևը քո մեջ է, որպեսզի ծառայի իմ И համար։ в этом сила церкви. Եվ դրա մեջ է եկեղեցու զորությունը։ Когда мы вместе, Եվ երբ որ մենք իրար հետ ենք, это полнота Христа. դա ամբողջականությունն И է начинает Քրիստոսի։ все это действовать в теле Божьем. Եվ դա սկսում է գործել Քրիստոսի մարմնի մեջ։ Аминь. Ամեն։ Я хочу прочитать 11 стих. Здесь написано: «Все же сие производит один и тот же Дух, разделяя каждому особо, как ему угодно». Բայց այս ամենը հենց միևնույն հոգին է ներգործում ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է։ Ибо как тело одно, но имеет многие члены, и все члены одного тела, хотя их и много, составляют одно тело, так и Христос. Ինչպես էլ մարմինը մեկ է եւ անդամները շատ ունի եւ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մարմինը մեկ է, այսպես էլ Քրիստոսը։ Ибо все мы одним духом крестились и в одно тело, иудеи или елены, рабы или свободны, и все напоены одним духом. Որովհետև մենք էլ ամենքս մեկ հոգով մկրտվեցանք մեկ մարմին լինելու, թե հрьяաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ եւ ամենքս մեկ հոգիից խմեցինք։ Аминь. Ամեն։ Господь нас крестил в одно тело, Աստված մեզ մկրտեց մի մարմնի մեջ и Дух Божий дал нам дары. եւ Աստծո հոգին տվեց մեզ И պարգևներ в этом наша сила. եւ դրա մեջ է մեր զորությունը И оно действует в церкви. եւ դա գործում է եկեղեցու մեջ И это даром дано мне и тебе. եւ դա ձրի պարգև է մեզ И сегодня, если ты в Доме Божьем, եւ այսօր դու այսօր Աստծո տան մեջ ես и ты не знаешь, какой у тебя дар, եւ дու չգիտես ինչ պարգև դու ունես есть ли он вообще у тебя, կա՞ արդյոք այդ պարգևը քո մեջ թե չէ Слово Божие говорит, что Бог каждому разделяет дары. Աստծո խոսքը ասում է որ Աստված ամեն մեկին բաժանում է պարգևներ Знай, что у Бога есть дар для тебя. իմացի որ Աստծո մոտ կա պարգև քո համար И Дух Божий, Он хочет дать тебе этот дар. եւ Աստծո հոգին ուզում է այդ պարգևը քեզ Возможно, Он тебе дал, ты еще этого не знаешь. հնարավոր է որ արդեն տվել է բայց դու դեռ Просто չգիտես молись и проси, ուղղակի աղոթ քարա եւ խնդրի чтобы Господь тебе открыл. որպեսզի Աստված դա բացի И чтобы этот дар служил телу Божьему. որպեսզի այդ պարգևը ծառայի И եկեղեցուն чтобы ты стал благословением для каждого. որպեսզի դու լինես օրհնություն ամեն մեկի համար Аминь. ամեն Знаете, в Деянии апостолов рассказывается одна история. գիտեք գործ կարաքելոսի մեջ խոսում է մի պատմության մասին Филипп проповедовал в Самарии, Ֆիլիպոսը Սամարիայում քարոզում էր и через него Господь творил великие чудеса и եւ նրա знамения. միջոցով նշաններ եւ հրաշքներ են լինում И там же был еще Симон, եւ այնտեղ կար Սիմոն который колдовал. Սիմոն անունով մեկը որ կախարդություն էր անում И он собирал множество людей եւ նա հավաքում էր մեծ բազմություն и колдовал. եւ կախարդություններ էր И անում этим зарабатывал деньги. եւ դրա միջոցով նա աշխատում էր Когда пришел Филипп, եւ երբ որ Ֆիլիպոսը եկավ и Бог через него начал творить եւ чудеса, Աստված նրա միջոցով սկսեց հրաշքներ անել написано, что народ начал приходить к нему. գրված է որ բազմությունը գալիս էր И նրա մոտ Бог через Филиппа множество чудес творил. Եվ Աստված շատ հրաշքներ էր անում Ֆիլիպոսի ձեռքով։ Потом Петр и Иоанн, они тоже пошли к Филиппу. Եվ հետո Պետրոսը եւ Հովանեսը գնացին Ֆիլիպոսի մոտ։ Написано, что этот же Симон Волхв, он также, который колдовал, он также уверовал в Иисуса. Գրված է որ այդ Սիմոնը որ կախարդություն էր անում նա եւս հավատաց Քրիստոսին։ И когда Петр и Иоанн пришли, Եվ երբ որ Պետրոսը Հովանեսը եկան, написано, что они возлагали руки и молились. գրված է որ նրանք ձեռքերը դրեցին եւ աղոթք արեցին И Дух Божий сошел. եւ Աստծո հոգին եկավ։ И они крестились и говорили на языках. Եվ նրանք մկրտվեցին եւ սկսեցին լեզուներով խոսել։ И когда Симон это увидел, Եվ երբ որ Սիմոնը դա տեսավ, он подошел и сказал: նա մոտ եկավ եւ ասեց. я готов заплатить денег, только дайте мне этот дар.
Ես պատրաստ եմ ֆինանս տալ միայն թե այդ պարգևը տվեք ինձ։ Но Петр сказал, Բայց Պետրոս ասեց, что дар Божий, он не продается. что որ Աստծո պարգևը դա չի վաճառվում։ И сегодня Господь, Он разделяет этот дар, дает каждому, Եվ այսօր Աստված այդ պարգևը տալիս է ամեն մեկին, чтобы Он назидал церковь, որպեսզի եկեղեցին շինվի, чтобы мы могли вместе стоять в молитве, в поклонении, որպեսզի մենք կարողանանք իրար հետ միաբանության մեջ կանգնել и երկրպագենք, Дух Божий двигался и работал. եւ Աստծո հոգին շարժվի եւ աշխատանք տանի։ Аминь. Ամեն։ В церкви есть сила любви и добрых дел. Եկեղեցու մեջ կա սիրո զորություն եւ բարեգործություն։ Բարեգործության զորություն։ Евреям, 10 глава. Послание к евреям, 10 глава. Եբրայեցիների թուղթ 10-րդ գլուխ С 24 по 25 стихи. 25 я уже читал, но мы еще раз прочитаем. 24-ից 25 խոսքերը։ Будем внимательны друг к другу, поощряя к любви и добрым делам. Եվ զգուշության եւ զգուշանանք իրար հետ դեպի սեր եւ բարի գործեր գրգռելով։ Аминь. Слово Божье говорит, Աստծո խոսքը ասում է, что мы должны быть внимательными друг к другу որ մենք պետք է զգուշանանք իրար հետ, и իրար համար поощрять друг друга, եւ բարի գործեր գրգռելով իրար համար։ творить добрые дела, Բարի գործեր անել и это делать с любовью. եւ դա արվում է սիրո հիմքի վրա։ И это происходит в церкви. Եվ դա կատարվում է եկեղեցու մեջ։ Я много раз слышал, Ես շատ անգամ լսել եմ, когда кто-то впервые приходит в церковь, որ ինչ որ մեկ առաջ անգամ գալիս է եկեղեցի, он говорит, я чувствую в церкви любовь. նա ասում է, որ ես զգում եմ եկեղեցու մեջ սեր։ Говорит, я вижу, что люди, они просто наполнены любовью. Ես տեսնում եմ, որ ուղղակի մարդիկ լեցված են սիրով։ Возможно, мы часто друг друга видим, Հնարավոր է որ մենք շատ հաճախակ ենք իրար տեսնում, и что-то для нас может стать уже чем-то обычным. եւ ինչ որ մի բան կարող է սովորական լինել մեր համար, Но тот, кто приходит извне, բայց այն մեկը որ գալիս է ուղղակի դրսից, для него это явно. նրա համար դա ուղղակի տեսարանը И слава Богу за эти եւ свидетельства, փառք Աստծուն այդ вկայության համար, что в церковь, որ она եկեղեցին наполнена любовью լեցված է սիրով и добрыми делами. եւ բարի գործերով, И это наша сила. եւ դա մեր զորությունն է, Когда мы творим добро, երբ որ մենք բարի գործեր ենք и անում, когда мы друг к другу обращаемся с любовью. եւ երբ որ մենք իրար հետ սիրով ենք վերաբերվում, И далее написано, не будем оставлять собрание своего. եւ հետո գրված է որ չթողնենք մենք իրար հետ ժողովելը, Это для нас важно, դա շատ կարեւոր է մեր համար, чтобы та любовь, которая есть в нас, чтобы она передавалась. որ այն սերը որ կա մեր մեջ, որ դա փոխանցվի։ Знаете, я много раз слышал Ես շատ անգամ լսել եմ от тех людей, которые недавно покаялись. այն մարդկանցից, ովքեր որ ապաշխարել են։ Недавно покаялись. Они говорят, Նրանք ասում я են, их спрашиваю, ես նրանց հարցնում եմ, а что произошло во время служения? ինչ է կատարվել ծառայության ժամանակ։ Что ты увидел, что ты почувствовал, Ինչ դու տեսար, ինչ դու զգացիր, что ты услышал, что привлекло твое внимание? ինչ դու լսեցիր, ինչ գրավեց քեզ։ Знаете, не каждый говорит слово, Գիտեք, ամենքը չէ որ խոսում են։ не каждый говорит, что это проповедь. Ամենքը չէ որ ասում են դա քարոզն է։ Некоторые говорят, да, что действительно проповедь меня коснулась, слово меня Մի քանիս коснулось. ասում են դա իրականում խոսքն խոսքը կպավ ինձ։ Кто-то говорит, во время поклонения, прославления я почувствовал силу Божью. Ինչ որ մեկ ասում որ երկրպագության եւ փառաբանության ժամանակ Աստծո զորություն Кто-то զգացի։ говорит, что в молитве почувствовал. Ինչ որ մեկ ասում աղոթքի մեջ Но զգացի։ я от многих слышал, как говорили, Բայց ես շատ լսել եմ որ ասում են։ что когда мы начали общаться, Եվ երբ որ մենք սկսեցինք հաղորդակցվել, я увидел, насколько добрые люди, ես տեսա թե ինչքան բարի մարդիկ и են, что они наполнены любовью. որ նրանք լսված են սիրով։ И я верю, что это наша сила. Ես հավատում եմ որ դա մեր Это զորությունն сила է։ церкви. Դա եկեղեցու զորությունն И это важно, когда мы приглашаем людей. է։ Եվ դա շատ կարևոր է, երբ որ մենք հրավիրում ենք Люди մարդկանց։ приходят, они видят. Մարդիկ գալիս են եւ Они не տեսնում просто են։ слышат, Նրանք ոչ թե միայն լսում но են, они приходят и становятся частью этой նրանք семьи. գալիս են եւ եկեղեցու մասն են կազմում, Потому что церковь и есть семья. որովհետեւ եկեղեցին դա ընտանիք է։ Аминь. Ամեն։ Можно попросить играть на инструменте. Я буду понемногу заканчивать, но хочу, чтобы мы с вами, Ես կավարտեմ արդեն, բայց ես ուզում եմ որ մենք իրար հետ чтобы мы верили հավատանք и
чтобы церковь для нас եկեղեցին для нас была крайне важной. մեր համար շատ կարևոր լինի, Чтобы это просто было частью нашей жизни. որ դա լինի մեր կյանքի մի մասը, И чтобы мы знали, что в церкви есть сила. որպեսզի մենք իմանանք, որ եկեղեցում այդ զորություն կա, Потому что и вне церкви тоже есть сила. որովհետև եկեղեցուց դուրս էլ կա զորություն, Потому что дьявол, он князь этого мира. որովհետև սատանան դա իշխանն է այս Но когда աշխարհի, ты приходишь в Дом Божий, բայց երբ որ դու գալիս ես Աստծո տուն, сила, которая есть в церкви, ու այն զորությունը, որը կա եկեղեցու она մեջ, полностью тебя окутывает, նա окружает. ամբողջությամբ քեզ ուղակի գրկում է, И тогда ты находишься в безопасности. եւ դու այդ ժամանակ գտնվում ես ապահովության մեջ. И тогда молитвы, которые здесь поднимаются, Եվ այդ ժամանակ, երբ որ աղոթքը այստեղից բարձրանում է, Господь через эти молитвы, Он изливает свою силу. Աստված այդ աղոթքի միջոցով իր զորությունը Во բերում։ время поклонения Бог изливает свою силу. Երկրպագության ժամանակ Աստված իր զորությունը Во բերում։ время общения Бог очищает нас, потому что также изливает свою силу. Հաղորդակցության ժամանակ էլ նա մաքրում է մեզ, որտեղ ինքը այդ զորությունը բերում է մեր կյանքի Дары մեջ։ Духа Святого, они наполняют нас. Սուրբ Հոգու պարգևները լեցվում է մեր կյանքի И մեջ։ мы наполняемся силой. Եվ մենք լեցվում ենք И զորությամբ։ это все происходит, когда мы здесь. Եվ այդ ամենը կատարվում է, երբ որ մենք այստեղ ենք։ Прямо сейчас я верю, что когда проповедуется Слово, Եվ հիմա էլ ես հավատում եմ, երբ որ քարոզվում է խոսքը, Господь наполняет меня и тебя силой. Աստված լեցնում է մեզ իր զորությամբ։ И мы с тобой должны верить и принимать. Եվ մենք իրար հետ պետք է հավատանք եւ ընդունենք։ Однажды меня спросили, Մի օր ինձ հարցրեցին. ты каждую субботу ходишь в церковь? Դու ամեն շաբաթ ես գնում եկեղեցի։ Я сказал, да. Ես ասեցի այո։ Говорит, и что ты прям до конца жизни каждую субботу будешь ходить в церковь? Ու ինչ դու միջև քո կյանքի վերջ պետք է գնաս եկեղեցի ամեն շաբաթ։ Ну, пока у нас собрание по субботам, я буду каждую субботу ходить в церковь. Միջև մեր ծառայությունը ամեն շաբաթ է, ես ամեն շաբաթ գալու եմ Это мое եկեղեցի։ решение. Դա իմ որոշումն Я է։ знаю, что церковь – это моя жизнь. Ես գիտեմ, որ Я եկեղեցին դա знаю, իմ что здесь կյանքն է։ моя семья. Ես գիտեմ, որ այստեղ իմ ընտանիքն է։ Я знаю, что это место славы. Ես գիտեմ, որ այստեղ Աստծո Я знаю, փառքերն что է։ здесь творятся чудеса. Ես գիտեմ, որ այստեղ հրաշքներ են կատարվում։ Я знаю, что Бог слышит мои, твои молитвы. Ես գիտեմ, որ Աստված լսում է իմ ու քո Я знаю, աղոթքները։ что Бог, Он освобождает. Ես գիտեմ, որ Աստված ազատում է, Бог исцеляет, ободряет, наполняет миром, радостью. լեցնում է ուրախությամբ, խաղաղությամբ, Это все происходит в Его доме. եւ այդ ամենը կատարվում է իր տան մեջ։ Аллилуйя. Հալելույա։ За это Ему слава. Եվ դրա համար նրան փառք։